Բարև բոլորին, ես Դավիթն եմ, իսկ սա սովորական ոդկասթն է, որտեղ կխոսենք սովորականի եւ անսովորի մասին։ Ինչպես կարող եք տեսնել, փոքր ռեբրենդինգից հետո արդեն վերադարձել եմ ես եւ մեր այսօրվա ոդկասթը լինելու է Գերմանիայի ուսուցման թեմայով եւ խոսելու եմ Տաթևի հետ, ով այժմ սովորում է Գերմանիայի մագիստրատուրայում։ Բարև Տաթև ջան։ Բարև Դավիթ, ուրախ եմ, որ քո ոդքասթի առաջին հյուրն եմ ու սանց հետաքրքիր թեմայով ենք խոսելու կրթության մասին։ Հուսամ հետաքրքիր զրույց կստացվի։ Ես նույնպես շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ եմ։ Ուզում ես կարող ես մի փոքր քեզ ներկայացնել, որտեղ ես սովորում եւ երբ անց սկսեք քո ուսումը։ Ես սովորում եմ Գերմանիայում, Գյոթինգեն քաղաքում, TFH Private University of Applied Science համալսարանում, որտեղ UX Management and Design մասնագիտացմամբ եմ, ինքը մագիստրոսական ծրագիր է, որը մոտ 18 ամիս է տևում։ Համալսարանը ինքը մասնավոր համալսարան է, պետական համալսարան չի, ու արդեն 1 կիսամյակ սովորել եմ, ապրիլից կսկսվի արդեն երկրորդ կիսամյակը։ Այդպես առաջին մասնագիտությամբ սոցիալական աշխատող եմ եւ սոցիալական քաղաքականության մասնագետ ու երկար տարիներ հենց երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում եմ աշխատել, բայց 2022 թվականին որոշեցի փոխել մասնագիտությունս։ Միշտ հետաքրքրվել եմ դիզայնով ու ինձ շատ սկսեց գրավել հենց վիզուալ դիզայնը։ Այդպես ուսումնասիրելուց հետո հասկացա, որ իմ առաջին մասնագիտությանը ավելի մոտ է հենց UX դիզայնը, մասնավորապես UX management-ը, ու այդպես որոշեցի, որ միայն Հայաստանում ինչ-որ կուրսերը բավարար չեն, ավելի խորն էի ուզում սովորել, հասկանալ, ոնց որ ավելի ակադեմիական կրթության կարիք էի զգում։ Այդպես որոշեցի դիմել այս համալսարանը եւ արդեն սովորում եմ։ Իմ կարծիքով ներածության համար շատ լավ է ստացվել։ Ու շարունակենք արդեն հարցերով, ինչու շարունակել ուսումը Գերմանիայում եւ ոչ այլ երկրներում, այսինքն ինչ դրական կողմեր ունի Գերմանիան ի տարբերություն Հայաստանի եւ այլ երկրների, քանի որ բոլորը գովաբանում են Գերմանիան եւ գտնվում է տոպ երկրներից ուսման համար հատկապես։ Ես նախկինում Գերմանիայում եղել էի որպես հետազոտող, այսինքն հենց իրենց կրթական համակարգը ուսումնասիրելու նպատակով էի այնտեղ եղել ու այդ ուսումնասիրությունների արդյունքում տարբեր կրթական հաստատություններում լինելու արդյունքում հասկացա, որ իրենց մոտ բարձրագույն կրթությունը բավականին որակապես իրենց մոտ բարձր է։ Ու ես հենց մտադրված Գերմանիա չեմ դիմել, այսինքն մի քանի տարբեր երկրներ եմ դիմել, մի քանի տարբեր համալսարաններ ընդունվել եմ, բայց վերջնական որոշումս կայացվեց հենց այս համալսարանի վրա ու մասնավորապես Գերմանիայի կրթության վրա, որովհետև հասկացա, որ այնտեղ նախ ուսանողները ունեն շատ արտոնություններ ու շատ հնարավորություններ իրենք ունեն ու հետո հնարավորությունը ավելի մեծ է այնտեղ աշխատանք գտնելու նաև այս մասնագիտությամբ։ Իրենց մոտ ուսանողները բոլոր ոլորտներում ունեն միշտ տարբեր արտոնություններ, տարբեր հնարավորություններ ու կարելի է ասել ուսանողը պետության կողմից հենց հատուկ շատ հետաքրքիր աջակցության կենտրոնում է գտնվում ու շատ ծրագրեր իրենք ունեն, ամենտեղ ուսանողների համար ինչ-որ զեղչեր կան, ինչ-որ արտոնություններ կան, այդ դու այնտեղ ապրելով արդեն զգում ես, լինելով ուսանող, դու զգում ես, թե պետությունը ինչքան է մտածում քո մասին, քո կյանքի որակի մասին, կրթության մասին, որ դու մաքսիմալ կենտրոնացած լինես քո կրթության վրա ու մնացած կենցաղային ու առօրյա խնդիրները քեզ այնքան չանհանգստացնեն, ինչքան կենտրոնացումը քո կրթության վրա։ Իմ կարծիքով նույնպես անպայման չի միայն մի երկրի վրա կենտրոնանալ, չնայած Գերմանիան ոնց որ ամենահամապատասխանն է կրթության համար։ Եթե փորձենք ինչ-որ համեմատականներ տանել Հայաստանի կրթության հետ, ես եթե համեմատեմ իմ նախկին, քանի որ սա իմ երկրորդ մագիստրատուրան է, Հայաստանի կրթության հետ ու իմ ստացած կրթության հետ, մենք այստեղ բավականին բարձր ենք տվել միշտ համալսարանին ու կարելի է ասել ոչ մի ուրիշ տեսակի արտոնություններ համալսարանը մեզ երբեք որպես ուսանող չի տվել, եթե այս մասով համեմատենք, որովհետև հիմա ես էլ Գերմանիայի համալսարանին վարձ եմ տալիս ու բոլոր հնարավոր
վայրերը, որտեղ ես կարամ այցելեմ, համալսարանը ինձ որոշակի զեղչեր է տալիս, նույն տրանսպորտից սկսած, չգիտեմ, մշակութային տեղերի վերջացրած։ Եթե դա համեմատենք, արդեն Հայաստանում այստեղ խնդիր կա, որովհետև Հայաստանում մենք վարձ ենք տալիս համալսարանին ու համալսարանը մեզ ոչ մի բան, բացի զուտ կրթությունից, ուրիշ ոչ մի բան չի առաջարկում։ Իսկ կրթության որակի հետ կապված կասեմ, որ Գերմանիայում շատ սիրուն համադրված է գործնականը ու տեսականը։ Այսինքն այնտեղ դու համ կստանաս տեսական գիտելիք, համ կստանաս պրակտիկա, գործնական ու այդ մեթոդները, թե իրենք ինչքան հետաքրքիր են դասը անցկացնում։ Օրինակ ես ունեցել եմ այդ գնալուց առաջ ունեցել եմ այդ մտավախությունը, արդյոք ինձ հետաքրքիր կլինի նորից ուսանողի դերում հայտնվելը, այդքան դասերի ներկա գտնվելը, արդյոք չեմ ձանձրանա։ Այս հարցը իմ մոտ միշտ եղել է, որովհետև Հայաստանում, եթե ես հիմա ինչ-որ մի տրեյնինգի գնամ կամ ինչ-որ դասընթացի գնամ, երևի մաքսիմումը կկարողանամ դիմանալ 40 րոպե, դրանից հետո ուղղակի սկսում եմ ձանձրանալ ու իմ համար անհետաքրքիր է դառնում։ Այս առումով իրենք այնքան հետաքրքիր են դասը վարում, մենք շատ workshop-եր ունենք ու ընդհանուր դասի կառուցվածքը այնքան հետաքրքիր է, ամեն ինչ այնքան պարզ բացատրված է, թեկուզ սլայդերը այնքան ամեն ինչ մտածված է, որ դու հետո ուղղակի տուն գալով ու ուղղակի դասախոս չունենալով դու հանգիստ կարող ես տվյալ նյութին մաքսիմալ ծանոթանալ, հասկանալ ինչից հետո ինչը պետքա սովորես, ինչին պետքա ուշադրություն դարձնես։ Սրանք միգուցե շատ փոքր բաներ են, բայց շատ կարևոր են։ Հենց թեկուզ այն վերաբերմունքը, որ քեզ ի սկզբանե բացատրվում է, թե տվյալ առարկան դու ինչի ես սովորում։ Վերջնարդյունքը այդ առարկայի ինչն է լինելու, ինչա քեզ տալու այդ առարկան։ Այս ամեն ինչի մասին հենց սկզբից խոսվում է ու ամբողջ նյութը, երբ որ դասախոսը քեզ տրամադրում է, այդ նյութի ամբողջ ուղղվածությունը ցած գծագրված է, թե վերջնարդյունքը ուր պետքա քեզ տանի։ Ու վերջում էլ իրենք պարտադիր բոլոր առարկաների համար հանդիպումներ ենք ունենում, որի ժամանակ քննարկում ենք արդյոք այս առարկայի մեջ ինչը մեր դուրը եկավ, ինչը մեր դուրը չեկավ, ու այդ զրույցները ուղղակի ձևական զրույցներ չեն։ Դրանք իրական անկեղծ զրույցներ են։ Եթե մենք ունենք ինչ-որ բողոքներ, ինչ-որ դժգոհություններ կամ ինչ-որ մի բան մեր դուրը այդ առարկայի մեջ չի գալիս, ամբողջ կուրսը ուղղակի պարզ բացեիբաց ասում է, որովհետև այս պահին մենք ենք պահանջատերը ու ինձ թվում է այս կարևոր է, որ Հայաստանի ուսանողների մոտ էլ ձևավորվի, որովհետև իրենք համալսարանին վարձատրում են։ Եթե իրենք վարձ են տալիս, իրենք պետք է նաև պահանջկոտ լինեն։ Հա, Հայաստանում այդ բացակայում է, Հայաստանում այդ որակվում է որպես, չգիտեմ, բողոքող է, ամեն ինչից բողոքում է, ասենց ինչ որ որակումներ կտան։ Համաձայն եմ, Հայաստանում այդ մշակույթը գոյություն չունի, ուսանողները ոչ մի կերպ չեն ցանկանում ավելի դրական փոփոխություններ կատարեն իրենց ուսման process-ին, ցավոք, որոշեցինք, որ ուզում ենք գնանք Գերմանիա ու հաջորդ քայլը պիտի ընտրենք համալսարան Գերմանիայում։ Ինչպես գտնել եւ ընտրել համալսարան Գերմանիայում, այսինքն սորտավորենք համալսարանները կախված մասնագիտությունից ու ֆինանսավորումից բնականաբար։ Դե նախ պետք է հասկանալ, թե ինչ մասնագիտությամբ ես ուզում կրթությունը շարունակել ու այստեղ իհարկե ChatGPT-ին շատ մեծ օգուտ կտա, կարող եք ուղղակի ChatGPT-ի միջոցով հասկանալ, թե Եվրոպայում ինչ համալսարաններ կան տվյալ ուղղվածությամբ։ Ես էլ երբ որ ընտրել եմ, շատ երկար փնտրել եմ հենց իմ ուզած մասնագիտացմամբ ինչ համալսարաններ կան ու որ համալսարանը, որ ես ընտրել եմ, այդ պայմանավորված էր նրանով, որ իրենց ծրագիրը անգլերենով էր, որովհետև ես գերմաներեն չգիտեի ու այս ամեն ինչը պետքա հաշվի առնեք լեզվական խնդիրները, եթե գերմաներենով եք դիմելու, այդտեղ արդեն կարող եք նաև պետական համալսարանները դիտարկել, եթե մասնավորը չեք ուզում, իսկ պետականների դեպքում գիտեք, որ Գերմանիայում կրթությունը անվճար է կամ կան համալսարաններ, որ շատ ցածր վարձեր ունեն։ Այս բոլոր կրիտերիաներին համապատասխան պետքա ուղղակի սորտավորեք, առանձնացնեք բոլոր համալսարանները, ուսումնասիրեք իրենց ծրագրերը ու ըստ այդմ արդեն փորձեք դիմել, որովհետև ամեն համալսարան ունի իր ընդունելության առանձնահատկությունները ու միգուցե մի համալսարան ինչ-որ քննությամբ լինի, մյուս համալսարանը մեկ այլ ինչ-որ process-ով հարցազրույցով օրինակ լինի, այս ամեն ինչը պետքա ոնց որ հասկանաք։ Օրինակ DAAD-ի հենց համալսարանների այդ կայքը կարող եք նայել կամ Erasmus+-ն էլ ունի տարբերակներ։ Նաև համալսարանները ունեն իրենց ներքին կրթաթոշակային ծրագրերը, այսինքն դիմելուց դրան էլ կարող եք ուշադրություն դարձնել ու դրանով էլ հետաքրքրվել։ Դե բացի այդ կրթաթոշակներից կան նաև մասնավոր այլ կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, միջազգային
կազմակերպություններ, որ կախված ձեր մասնագիտական առանձնահատկությունից իրեն կարող են էլի ֆինանսավորել։ Շարունակենք, արդեն ընտրեցինք համալսարանը, այսինքն մենք արդեն գիտենք մոտավորապես որ համալսարան ենք ցանկանում։ Հարցերով շարունակենք, ինչպես ընդունվել համալսարան Գերմանիայում, բակալավր եւ մագիստրոս, դա թեև ավելի մասնագիտացված է մագիստրոսի ուղղությամբ։ Հնարավոր է առանց գերմաներենի իմացության ընդունվել։ Ինչ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի կարողանաս ընդունվել, ինչպիսի գնահատականներ եւ քննություններ են պետք։ Դե մագիստրատուրայի համար կարևոր է հասկանալ ձեր առաջին մասնագիտացումը, որ Հայաստանում եք ունեցել, որքանով է համապատասխանում այն մասնագիտությանը, որի ուղղությամբ որ ցանկանում եք շարունակել։ Այստեղ համալսարաններ կան, որ դրան ուշադրություն են դարձնում, համալսարաններ կան, որ իրենց համար այդքան կարևոր չի։ Այդ պետք է արդեն կախված համալսարանից ճշտել ինչքանով է իրենց համար դա կարևոր։ Այդ կարևոր հարց է։ Դրանից բացի դե արդեն լեզվի քննությունն է պետք տալ։ Այո, Գերմանիայում կան համալսարաններ, որոնք անգլերենով կրթական ծրագրեր ունեն ու դրանց մասին նույնպես պետք է հետաքրքրվել, հասկանալ, թե ձեր ուզած մասնագիտացմամբ կա անգլերենով ծրագիր, թե ոչ։ Ես շարունակեմ բակալավրի ուղղությամբ։ Բակալավրի համար ես իհարկե տենց մեծ ուսումնասիրություն չեմ կատարել, բայց կարող եմ ասել, որ դե բնականաբար Հայաստանի ավագ դպրոցի հետ կրթական դիպլոմը կամ ցանկացած այլ դիպլոմներ, հատկապես միջին մասնագիտական կամ ավագ դպրոցի չեն ընդունվում, քանի որ տենց ոչ մի արժեք իրանք չեն տեսնում մեր դիպլոմների մեջ, բացի IB դիպլոմայից, որը ուրիշ պատմություն է արդեն, որոնք հատուկ դպրոցներ են Երևանում, հենց հատուկ IB դիպլոմայով, այդ դեպքում դուք արդեն ավելի բախտավոր եք, ավելի հեշտ կընդունվեք։ Բակալավրիատ ընդունվելու համար Գերմանիայում շատ կարևոր է նաև գերմաներենի իմացությունը, քանի որ այո կան ծրագրեր անգլերենով, բայց հիմնականը հատկապես պետական բուհերը, որոնք առաջարկում են անվճար, այսինքն tuition free ուսուցում, նրանք միշտ պահանջում են մոտավորապես B2-ի կամ C1-ի գերմաներեն գիտություն, բնականաբար փաստաթղթերով հաստատող։ Գերմաներենի քննություններ կարող եք հանձնել, չգիտեմ, տեստավ, ամենահայտնիները Գյոթենի իր քննությունների շարանը, տարբեր մասնագիտական եւ ոչ մասնագիտական քննություններ, ու հիմնականում դրանք են։ Բակալավրի համար շատ կարեւոր է գերմաներենի իմացություն, քանի որ հիմնական պետական համալսարաններ, որոնք առաջարկում են անվճար ուսում, պահանջում են B2-ի կամ C1-ի գերմաներեն գիտելիքներ։ Ինչպես նաև ամենակիչը, որպեսզի կարողանաք, ասենց ասած, տրանսֆեր լինել, տեղափոխվել Գերմանիա սովորելու, 1 տարի բակալավրի ուսուցում հենց մեր երկրում, այսինքն Հայաստանում, ցանկալի է նույն մասնագիտությամբ սովորել, որպեսզի տրանսֆերը ավելի հեշտ կատարվի։ Այդքանը բակալավրի մասին, իմ տեղեկություններով իհարկե, դուք ցանկալի է, որ ավելի խորը ուսումնասիրություններ կատարեք հենց հատկապես ձեր մասնագիտության վերաբերյալ, քանի որ տարբեր մասնագիտություններն են տարբեր պահանջմունքներ, ինչպես նաև տարբեր քննություններ, հատկապես գերմաներենի առումով։ Արդեն համարենք, որ Գերմանիայում ընդունվել ենք եւ պիտի գտնենք ֆինանսավորում, քանի որ հիմնականում ֆինանսավորումը արդեն պարզ է լինում ընդունվելուց հետո, այլ ոչ թե ընդունվելուց առաջ, եւ ֆինանսավորման հարցերով սկսում են զբաղվել ընդունվելուց հետո։ Որտեղ գտնել եւ ինչպես ստանալ ֆինանսավորում ուսուցման համար, հայկական Հայ եւ Սփյուռքահայ ֆինանսավորման կազմակերպությունների անուններ ցանկալի է նշենք եւ ինչ փորձ եք դուք ունեցել ֆինանսավորման հետ կապված։ Ես բավականին երկարատև եւ դժվար իմ փորձը ունեցա ֆինանսավորման հետ կապված, որովհետեւ իմ համալսարանը վճարովի էր ու բավականին թանկ։ Իմ համար իրականում շատ մեծ խնդիր էր ֆինանսավորման հարցը լուծելը ու ես մինչև վերջել իրականում վստահ չէի, որ կստացվի։ Երևի թե գնալուցս մի ամիս առաջ եմ հաստատ իմացել, որ ոնց որ ստացվում է։ Շատ կազմակերպությունների եմ դիմել, հասարակական կազմակերպություններ, ուղղակի ինչ-որ կամպանիաներ, որտեղ հնարավոր էր Հայաստանում, ես երևի դիմել եմ նամակներով, բայց իմ մասնագիտությունը, քանի որ այնպիսի ուղղվածություն էր, որ ինքը ավելի կոմերցիոն ուղղվածություն ունի, այսինքն պետությունների համար այդքան էլ ինքը հետաքրքիր ոլորտ չի, այսինքն քաղաքականություն չի, սոցիալական ոլորտ չի, կանանց իրավունքներ չի, մարդու իրավունք չի ընդհանրապես, այսինքն այդ ուղղվածությունը չունի ու շատ կազմակերպությունների ուղղակի դա անհետաքրքիր էր, որպեսզի իրանք ֆինանսավորեն։ Ոլորտը կապ ունի էլի, թե որ ոլորտներին են ֆինանսավորում ու պետք է նշեմ, որ շատ ցավալի էր, որտեղ ես բախվեցի այն խնդրին, որ ստացվում է արվեստի, դիզայնի, այս ուղղությունները շատ անտեսված են, ոչ մի ծրագիր այս ուղղությամբ չկար։ Օրինակ իմ առաջին մասնագիտության ուղղությամբ
անթիվ անհամար ծրագրեր կան, որ դու ուղղակի կարող ես դիմել ու անվճար գնալ կրթություն էլ ստանալ, ինչ-որ տարբեր կրթական ծրագրերի էլ մասնակցել, բայց այս մասնագիտությամբ ուղղակի չկար որևէ ծրագիր։ Տարբեր կազմակերպությունների նամակներ գրելուց եւ ինչ-որ բացասական պատասխաններ ստանալուց հետո ես եկա այն եզրահանգմանը, որ պետքա դրամահավաք կազմակերպեմ, որովհետեւ ուրիշ տարբերակ չկա, որովհետեւ այստեղ եթե Գերմանիան որոշում եք որպես կրթության շարունակման երկիր ընտրել, պետքա նաև հաշվի առնեք, որ Գերմանիայի դեսպանատունը ուսանողական վիզայի համար ակնկալում է 12,000 եվրո բլոկավորված հաշվում ունենալ, որը ուսանողի 1 տարվա ապրելու գումարն է, այսինքն բացի քո վարձից դու պետքա նաև այդ գումարը ունենաս հաշվում դրած ու դա էլ էր խնդիր իմ համար։ Եվ ես Re-Armenia-ի միջոցով ուղղակի սկսեցի դրամահավաք, երևի մոտ մի 5-6 ամիս դա տևեց ու դրանից հետո նաև իմ խնայողությունների միջոցով կարողացա ոնց որ գնալ այնտեղ շարունակել կրթությունս։ Բայց այս բավականին երկարատև ու ես 2 անգամ, այսինքն ընդունվելուց հետո 2 անգամ հետաձգել եմ իմ գնալը։ Իմ համալսարանը ունի 2 տարբերակ՝ ձմեռային եւ ամառային կիսամյակներ։ Ես 2 անգամ հետաձգել եմ, որ կարողանամ այդ գումարի խնդիրը լուծել, նոր կարողանամ գնալ։ Այսինքն սա էլ պետք է հաշվի առնեք երկիր ընտրելուց։ Եթե օրինակ այդ ֆինանսական հնարավորությունները չունեք, միգուցե ընտրեք այնպիսի երկիր, որը չի պահանջում այդ բլոկավորված հաշիվը, որովհետև ինքը բավականին դժվարացնում է, եթե ֆինանսավորում չունեք, կրթաթոշակ չունեք որևէ տեղից։ Հա, ես նաև համալսարանի կողմից 40% կրթաթոշակ էի ստացել, որը էլի բավականին մեծ աջակցություն էր։ Ցավոք, այո, Հայաստանում հատկապես տենց շատ կազմակերպություններ չկան, որոնք կֆինանսավորեն ուսումը։ Եթե ձեր ընտրած մասնագիտությունը ինչ-որ ավելի սոցիալական եւ մարդասիրական ուղղություն չի, բնականաբար շատ քիչ մարդ կհամաձայնվի ֆինանսավորել։ Նախկինում գոյություն ունեին ֆինանսավորման որոշ կազմակերպություններ, որոնք ֆինանսավորում էին հատկապես դեպի ԱՄՆ կամ դեպի Բրիտանիա, սակայն այժմ դրանք փակվել են։ Հիմնականում մնացել են 1-2 կազմակերպություններ, որոնք նույնպես art կամ ինչ-որ, չգիտեմ, ծրագրավորման ուղղվածություններով, IT ուղղվածություններով այդքան շատ չեն ֆինանսավորում, ինչքան ավելի մարդասիրական եւ սոցիալական ուղղվածություններով։ Իսկ այդ բլոկավորված հաշիվը իմ կարծիքով նույնպես շատ դրական բան է, քանի որ միշտ ապահովության զգացողություն կա, այսինքն գումար ունես, որը քեզ ամսական գալու է անկախ ամեն ինչից, ու ստեղծում ոնց որ այդ ույուտը, ապահովությունը եւ դու կարող ես գոնե 1 տարի չանհանգստանալ գումարի մաս։ Հա, իրականում այդ ապահովության զգացումը շատ լավ բան է։ Հա, սկզբում շատ դժվար էր այդ գումարը հավաքել ու ունենալը, բայց երբ որ դու արդեն գնում ես այնտեղ ու օտարության մեջ ես, հատկապես եթե քո քաղաքում ոչ մի ծանոթ մարդ չկա, լրիվ մենակ ես, լրիվ նոր միջավայր, ու մի հատ էլ պետքա մտածես նաև ապրելու այդ գումարի ծախսերի մասին, այս բլոկավորված հաշիվը ուղղակի փրկություն է, որ դու սենց հոգեպես ուղղակի հանգիստ լինես ու պաշտպանված քեզ զգաս։ Այդ իրականում բավականին լավ մտածված քայլ է։ Խոսենք կյանքը Գերմանիայում, այսինքն առօրյայի եւ Գերմանիայի ապրելակերպի մասին, նախ եւ առաջ ինչքան գումար է պետք ամսական եւ ինչքան ծախսեցիք տեղափոխման վրա։ Պետությունը հաշվարկել է, որ ամսական ուսանողին Գերմանիայում ապրելու համար 1000 եվրո է անհրաժեշտ, ու համալսարանը ինձ այդ մասով շատ է օգնել, ընդհանուր համալսարանը պետք է նշեմ, որ իմ համալսարանը շատ աջակցում է ուսանողներին, այսինքն եւ այդ վիզայի process-ի հետ կապված եւ հետագայում այնտեղ օրինակ սենյակ կամ տուն վարձելու process-ի ու ընդհանրապես հետագա քայլերի հետ կապված, երբ որ ես Հայաստանում էի, համալսարանը էլեկտրոնային տարբերակով ամեն ինչ բացատրած փաստաթղթերով, ամեն ինչ ոնց որ մեզ ուղարկում են, ու սենց կարմիրով սիրուն նշել էին, որ այդ շենքերում տուն չվարձենք հանկարծ։ Այդ առումով ես շատ գոհ եմ իմ համալսարանից, բայց պետք է նշեմ, որ ոչ բոլոր համալսարաններն են այդ ուշադրությունը ցույց տալիս ուսանողներին։ Ինչքանով տեղյակ եմ ընկերներիցս, պետական համալսարաններում այդ բանը չկա, այսինքն որ քեզ ինչ-որ ֆայլեր ուղարկեն, ասեն թե օրինակ որ կայքերից պետքա տուն վարձես, ոնց պետքա այդ կայքերից օգտվես, այս ամեն ինչը իրանց դեպքում չկա։ Այդ ամեն ինչը ոնց որ թողնված է ուսանողի ուսերին, ինքը իր հնարավորություններով պետքա դա կազմակերպի։ Բայց համալսարանը մեզ ուղարկել էր եւ ամբողջ պրոցեդուրան, թե այնտեղ գնալուց հետո ինչ պետքա անենք։ Գերմանիայում ընդհանուր
շատ դժվար է սենյակ վարձակալելը, տուն գտնելը, մեծագույն խնդիր է դա, ու հատկապես եթե քո երկրից ես փորձում դա կազմակերպել, այդ ավելի է բարդացնում, որովհետև այն մարդիկ, ովքեր իրենց սենյակները վարձով են տալիս, իրանք նախընտրում են տվյալ ուսանողին իրական տեսնել, ծանոթանալ, հասկանալ ու դիմողները շատ են։ Այսինքն այս դեպքում վարձակալն է ընտրություն կատարում, ինքը հարցազրույցներ է անում, որ հասկանա ում տա իր սենյակը։ Այդ առումով սենց բախտի նման մի բան է Գերմանիայում սենյակ վարձելը։ Ես օրինակ գնացել եմ, ես մի ամսով էի վարձել ու այդ մի ամիսից երբ որ լրացա, դրանից հետո 3 տուն եմ փոխել, մինչև կարողացել եմ իմ ներկայիս հանրակացարանը վարձեմ ու սա էլ դեռ վերջնականը չի, այսինքն հələ էլի ինչ որ միտեղ տեղափոխվելու եմ։ Այս իրականում մեծ խնդիր է, հատկապես ուսանողական քաղաքներում։ Իսկ իմ քաղաքը ուսանողական քաղաք է ու ուսանողների թիվը շատ մեծ է, այդ բնականանային խնդիրը իրենք ունեն։ Սա երևի առաջին խնդիրներից մեկն է, դժվարություններից մեկն է, որ կարա ուսանողը բախվի։ Ինչպես երևում է, բնական վարձելը ու բնական գտնելը շատ բարդ է, իսկ ընկերներ գտնելը, հատկապես այդ համալսարանային միջավայրում։ Իմ քաղաքում այդքան էլ դժվար չի ընկերներ գտնելը, որովհետև ինքը ուսանողական քաղաք է ու շատ ակտիվ քաղաք է, այսինքն այդ մշակութային միջոցառումները, տարբեր իվենթներ, հետաքրքիր միջոցառումներ անդադ կազմակերպվում են ու Էրասմուսի կազմակերպությունն էլ կա այնտեղ ու իրենք էլ շատ հետաքրքիր ծրագրեր են միշտ կազմակերպում ուսանողների համար, այսինքն ինքը շատ ակտիվ քաղաք է ու այնտեղ էլ շատ հեշտ է ուղղակի ընկերներ ձեռք բերել։ Ինչպիսին է Գերմանիայի մտածելակերպը եւ առօրյան, բնականաբար մեր առօրյայից ու մեր մտածելակերպից շատ է տարբերվելու։ Պատմեք դրվագներ օրինակ առօրյայից, որ չգիտեմ շոկի ենթարկեցին կամ ինչ-որ բան, որ լիովին տարբերվում է մեր մտածելակերպից։ Դե մեկը այն է տարբերվում, որ մեր մոտ ամեն ինչ այդքան էլ կարգավորված չի ու կազմակերպված չի, իսկ այնտեղ ամեն ինչ կանոնակարգված է ու երբ որ դու այնտեղի միջավայրում ես, անկախ քեզնից դու էլ ես դառնում այդպեսին, քո կյանքը ավելի սենց դասավորված, կազմակերպված, ավելի պրոդուկտիվ է։ Ես հիմա եկել եմ Հայաստան ու ես հասկանում եմ, որ եստեղ ավելի պակաս պրոդուկտիվ եմ, քան երբ որ ես Գերմանիայում էի։ Այնտեղ կենտրոնացումն է ավելի շատ լավ ստացվում, հենց դասերի վրա, աշխատանքի վրա, որովհետև միջավայրը ինքը քեզ տրամադրում է, բոլորը սովորում են, բոլորը այնտեղ եկել են սովորելու համար, դու անկախ քեզանից մտնում ես այդ տրամադրվածության մեջ։ Այդ առումով շատ է տարբերվում։ Հետո այնտեղ օրինակ տեղափոխվում ես, պետքա պարտադիր գրանցում ունենաս։ Ինքը իրականում երկարատև process է, այսինքն կարող է դու ուղղակի մի ամիս սպասես մինչև քո հերթը գա։ Այդ process-ը օրինակ Հայաստանում եթե տեղի ունենա, շատ արագ հնարավոր է կազմակերպել ուղղակի քո ծանոթների միջոցով, շատ արագ կազմակերպել գնալ քաղաքապետարանի գրանցումը ունենալ։ Բայց այնտեղ այդ ծանոթ ասվածը չկա, բայց այնտեղ իմ դուրը գալիս այն, որ եթե քեզ օր են նշանակում, ուրեմն դու այդ օրը հաստատ գնալու ես ու հաստատ քո այդ գործարքը տեղի է ունենալու։ Չի կարան այնց լինի, որ դու գնաս ու աշխատողը մեկ էլ որոշի, որ այդ օրը չի գալիս աշխատանքի կամ տեղում չի լինում կամ ինչ որ մի բան է պատահել ու քո օրը պետքա փոխեն։ Համենայն դեպս իմ համար այդ դրական է։ Միգուցե ուրիշների համար դա դրական չլինի ու մտածեն, բան են, շատ բյուրոկրատ են, չգիտեմ, հա, բյուրոկրատիան իրենց մոտ շատ է, բայց այդ բյուրոկրատիան, ինչքանով որ ես հասկացել եմ, անիմաստ բյուրոկրատիա չի։ Իրական որ Հայաստանում մի քիչ լիներ բյուրոկրատիա, շատ դրական բաներ կլինեին։ Շարունակենք արդեն դեպի ինչքանով է հնարավոր աշխատանք գտնել եւ ինչքան հեշտ է աշխատանք գտնել Գերմանիայում եւ ինչքանով հեռանկարային է այն, ինչպես նաեւ հարկավոր է արդյոք գերմաներենի իմացություն եւ ինչ մակարդակի։ Դե անկախ ամեն ինչից գերմաներենի իմացությունը դրական է դիտվում ու մեզ էլ համալսարանում ասվել էր, որ պետքա 9 ամսվա ընթացքում գոնե ինչ-որ մի լեվելի գերմաներենին տիրապետենք։ Իհարկե իմ ոլորտում հնարավոր է գտնել աշխատանք առանց գերմաներենի իմացության ուղղակի անգլերենով, շատ կազմակերպություններ կան, իրենց ոնց որ աշխատանքային լեզուն կարա անգլերենը լինի ու անգլերենով էլ ընդունում են աշխատանքի, բայց ինչ որ մի լեվելի գերմաներեն իմանալը իհարկե
դրական է դիտվում աշխատանք գտնելու հետ կապված, երբ որ ես պետք է ընտրեի երկիրը եւ համալսարանը, ասես Գերմանիան մի պլյուսով ավել էր, որովհետև այնտեղ աշխատանքը գտնելու հնարավորությունները հատկապես IT ոլորտում ավելի մեծ են, քան օրինակ Իտալիայում։ Իհարկե հիմա այնտեղ էլ կան տնտեսական ինչ-որ խնդիրներ, տարբեր կամպանիաներ փակվում են, ինչ-որ մի բան հնարավոր է գտնել համենայն դեպս։ Արդեն վերադառնանք վերջին հարցին ու ամենակարևոր հարցին, ապահով է արդյոք Գերմանիան հատկապես միայնակ աղջիկների համար, քանի որ բազմաթիվ իմիգրանտներ կան հատկապես արաբական երկրներից եւ Թուրքիայից շատ մարդիկ կան Թուրքիայից, նաև վերջի որոշ նորություններ, որոնք սենց բացասական ստվերով են պատում Գերմանիան, արդյոք ապահով է միայնակ աղջիկների համար Գերմանիան։ Ես տենց չէի առանձնացնի միայնակ աղջիկներին, բայց ընդհանուր առմամբ Գերմանիան համարվում է անվտանգ երկիր։ Իհարկե, շատ ուժ ժամերին պետք է տենց մի քիչ զգոն լինել։ Իմ քաղաքը ընդհանուր ապահով է, ես էլ երբ որ նոր էի գնացել, այդ տարբեր տենց լուրեր էի լսում, որ չգիտեմ մարդկանց են բռնում, կողոպտում, ինչ որ sense պատմություններ էի լսել տարբեր ու երեկոյան ժամերի վախենում էի դուրս գալ տնից, այդպես ֆոբիա կար ու ժամերին վախենում էի տնից դուրս գալ, բայց հետո զգացի, որ իմ քաղաքը կոնկրետ բավականին ապահով է ու որ ժամին որ ուզում ես դուրս արի, որևէ խնդիր չկա, որտեղ մեծ մասը ուսանողներ են ու մի քիչ միջավայրը ավելի ուսանողական է, տենց վտանգներ ես դեռ չեմ զգացել, բայց մեծ քաղաքներում պետք է մի փոքր ավելի զգույշ լինել, հատկապես Ֆրանկֆուրտում։ Օրինակ Ֆրանկֆուրտում գիտեմ, որ այդ գլխավոր կայարանի մոտ հավաքվում են տարբեր կախվածությունների տեր մարդիկ, ու այնտեղ միգուցե վտանգները ավելի շատ լինեն։ Կախված է քաղաքից, էլի, քաղաքից, թաղամասից։ Իմ քաղաքում բավականին ապահով է, որևէ խնդիր չկա։ Այսինքն ոնց որ Երևանում, օրինակ, գիշերը ժամը 1-ին ոնց է Երևանը ապահով, դու հանգիստ կարող ես քայլել, ման գալ, տուն գալ, հանգիստ, նույն ձևի իմ քաղաքում է։ Երևանի վիճակն այդքան դրական չի կասեի, որովհետև կան իհարկե հատվածներ, որոնք ապահով են, բայց կան նաև հատվածներ, որոնք այդքան էլ ապահով չեն։ Այլ երկրներում ինձ թվում է կարելի է հարմարվել ու կարելի է մի քիչ իհարկե ապահով դիստանցիա պահել։ Շատ բացասական բաներ իհարկե չեն գալիս Գերմանիայից, հիմնականը Ամերիկայում են, գիտեմ, թմրամոլները, մարդասպանությունները, դանակահարությունները։ Իրական Հայաստանն էլ ինքը այդ տեսանկյունից Սանդղակը, եթե նայում ենք, ինքը ապահով երկրների ցանկին է դասվում, այսինքն մեր մոտ հաստատ վերջին անգամ երբ է տես դեպք եղել, որ գիշերը ինչ որ մեկին սպանեն ուղակի խանութից դուրս գաս ու ինչ որ մեկը քեզ զենքը գլխիդ պայի։ Սենց դեպքեր ինձ թվում է, չգիտեմ, չեն եղել կամ եղել է կարող է 1-2 անգամ։ Շատ շնորհակալություն ձեր ժամանակը տրամադրելու համար։ Ինձ թվում է արդեն կարող ենք վերջացնել։ Քննարկեցինք շատ կարևոր թեմաներ ու հուսով եմ օգտակար կլինի տարբեր մարդկանց համար, ովքեր ցանկանում են իրենց ապագան շարունակել ուրիշ երկրներում, հատկապես Գերմանիայում։ Քեզ էլ շնորհակալություն, ինձ էլ է շատ հետաքրքիր, հատկապես որ առաջին հյուրն էի քո ոդքասթի։ Շատ շնորհակալություն էլի եմ ասում ժամանակ տրամադրելու համար եւ հուսով եմ մեր մյուս էպիզոդները նույնպես հետաքրքիր